Ողջույն սիրելի հետևորդներ, ձեզ հետ է Արյունոտ ձեռագիր պոդքասթը, եթերում են Վայա Ղարագազյանը եւ Էլեն Արաքելյանը։ Այո, մեր պոդքասթի այս եթերաշրջանում մենք խոսելու ենք հայ մոլեգարների եւ մանյակների մասին։ Այսօրվա մեր հյուրն է Զավեն Ալմազյանը։ Զավեն Ալմազյանը ծնվել է 1951 թվականին Դոնի Ռոստովում, սակայն ազգությամբ հայ էր։ Նրա մանկության եւ պատանեկության մասին շատ բաներ տեղյակ չենք, քանի որ նրա գործը համարվում է խստիվ գաղտնի, սակայն գիտենք, որ նրա հայրը եղել է շատ կոշտ եւ պահանջկոտ մարդ, իսկ մայրը երես է տվել նրան։ Դեռահաս տարիքում Զավենը զբաղվել է ազատ ոչի ըմբշամարտով, որևէ մարզական հաջողությունների չի ասել, բայց ձեռք է բերել ըմբշամարտի հմտություններ, որը ապագայում կիրառել է իր զոհերի հետ մենամարտում։ Բոլոր ըմբշամարտական տեխնիկաներից Զավենը ամենալավը տիրապետում էր խեղտումներին։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ 1968 թվականին դպրոցական պարահանդեսի ժամանակ Զավենը տրամադրված է լինում, որ պետք է կորցնի իր կուսությունը իր ընտրած աղջկա հետ, սակայն այդ աղջիկը մերժում է նրան։ Զավենը մտածելով, որ աղջիկը փորձում է պահպանել իր պատիվը, ամեն ինչ թողնում է, բայց հետո իր դասընկերներից մեկից իմանում է, որ այդ աղջիկը նախընտրել է ուղղակի ուրիշ տղայի։ Այդ փաստը իմանալուց հետո Զավենը ատում է կանանց եւ դրանից հետո սկսում է նրա պատմության երկրորդ փուլը։ Դպրոցն ավարտելուց հետո Ալմազյանը ընդունվում է տեխնիկում, որ մեկը մենք չգիտենք, քանի որ գործը գաղտնիացված է, շատ մանրամասներ մենք չգիտենք։ Նա ստացել էր որպես հետևանք, նա ստացել էր բանակից տարեկետում, սակայն դրանից նա չօգտվեց։ 1969 թվականին նա եկել է զինվորական կոմիսարիատ եւ խնդրել է, որ նրան զորակոչեն, եւ այս արարքի համար նա որոշակի պատճառներ ուներ։ Ալմազյանը կնոջ վրա առաջին հարձակումը կատարել է 1969 թվականին իր Ռոստովի Դոնի Ռոստով քաղաքում եւ ապագայում նրան հաջողվել է մեղադրանք առաջադրել 20-ամյա չունենք անուն, քանի որ գործը մեկ անգամ եւս նշեմ, որ գաղտնիացված էր, այո, գիշերով տուն էր գնում, երբ մի տղամարդ նրան ետևից բռնել է, ամուր դանակը դրել է պարանոցին եւ ասել է այսպիսի մի ֆրազ. «Քեզ պարտվել են քարտային խաղում, ժամանակն է վճարել»։ Այս ֆրազը մենք դեռ շատ ենք լսելու եւ ունեմ մի հատ առաջարկություն քննարկել, թե ինչու հենց այսպիսի ֆրազ, ինչի հենց սա էր ընտրվել որպես վախացնելու հնարավոր հաշվի առնելով այն նորություն, այն ինֆորմացիան, ինչ կա այդ տարիների մասին եւ այն ինչ կա միջև հիմա ցավոք սրտի որ պահպանվել է, կան օրենք գողական աշխարհում, ըստ որի քարտային պարտքը այդ սուրբ պարտքը, որը պետք է վճարել։ Հավանաբար իմանալով, որ մարդիկ գիտեն այդ մասին եւ այդ դրանից վախ կա մեծ, փորձել է այդ դրանով ապացուցել, որ այդ ամեն ինչ շատ լուրջ է, որpիսի մարդիկ նաեւ դրա մասին մտածեն։ Կարա նաեւ լինի նրանից, որ օրինակ այդ ժամանակ եղել է շատ մեծ խաղամոլություն, որ շատ մարդիկ են խաղացել ու հավանականությունը այդպիսի տենց բանի մեջ հայտնվելու բավականին բարձր է եղել։ Դրա համար որոշվել է ընտրվի այդ տեքստը, այդ արտահայտությունը։ Աղջիկը ապշած է մնացել եւ շոկի մեջ էր։ Ալմազյանը նրան քարշ է տալիս թփերի մեջ, որտեղ եւ մի քանի անգամ բռնաբարում է։ Շատ հնարավոր է, որ առաջին զոհը չէր տվյալ աղջիկը, սակայն միշտ չէ, որ այդ ժամանակվա կանայք բռնաբարությունը գնում եւ զանգարում են ոստիկանություն, քանի որ կար այդպիսի ստերեոտիպ, որ ցանկացած վատ բան պետք է մնա ընտանիքի մեջ եւ չպետք է բարձրաձայնվի։ Վախ կար, որ դրանից հետո ոչ մեկ նրանց կնության չի վերցնի, որովհետեւ նրանք արդեն համարվում էին փչացված եւ այդ վախից եւ խայտարակությունից, որ այն ժամանակ տենց էին համարում խուսափելու համար, աղջիկները աշխատում էին չգրանցել կանչ։ Նաեւ լինում էր, որ աղջիկները ուզում էին դիմեն, բայց ծնողները դեմ էին, որպեսզի ընտանիքով խայտարակ չլինեն, ցավոք սրտի։ Այո։ Նա աղջիկը չի կարացել նկարագրի բռնաբարողին, քանի որ հիմնականում նա հարձակում էր ետևից, 2 ամիս անց եւս մեկ հարձակում է լինում նույն սցենարով, այսինքն ետևից մոտիկանալով աղջկան, ասելով պարտքի մասին եւ քաշելով դեպի թփերը։ Պետք է նշել, որ ոչ մեկ չի կարողանում զոհերից ոչ մեկ չի կարողանում ճանաչել Ալմազյանին,
չնայած որ ժամանակ առ ժամանակ աղջիկները հասցնում էին պտտվել եւ տնալ նրան, օրինակ Սվետլանա M-ը, երբ նա ուշ երեկոյան գնում էր իր ընկերուհու տուն, բռնաբարողը բռնեց նրա վիզի ետևից, որ դանակը բերեց կոկորդի մոտ եւ ասաց, որ պետք է վճարի փրկագումար, չնայած այդ աղջիկը չվախեցավ դանակից, դանակը մի կողմ տարավ, շրջվեց եւ տեսավ Ալմազյանին, բայց դա չփրկեց նրան բռնաբարելու ճակատագրից, այո։ Նա ձեռքը բռնեց եւ տարավ դեպի թփեր, որտեղ բռնաբարեց մի քանի անգամ եւ ծեծի ենթարկեց նրան։ Չնայած իրավական մարմինները այս անգամ ունեին որոշակի ապացույցներ, հանցագործը իր հանցագործության վայրում Ալմազյանը թողել էր իր ուսանողական տոմսը, սակայն ոչ թե հենց հանցագործության վայրում, այլ մի քիչ կողք, որտեղ նա ընկել էր երևի վազելու ժամանակ ուսանողական տոմսը։ Երբ որ ոստիկանությունը հրավիրեց Ալմազյանին հարցաքննության եւ ասաց ոնց կարող էր իր ուսանողական տոմսը այդքան մոտիկ լիներ հանցագործության վայրին, Ալմազյանը ուղղակի ասաց, որ նա կորցրել էր ուսանողական տոմսը եւ չգիտեր որտեղ, որը ցավոք սրտի ոստիկանությունը հավատաց եւ անգամ չշարունակեց փնտրտուքները, իսկ զոհը, որը ի դեպ տեսել էր նրան, կարացել էր տանակից հետ մղեր, չճանաչեց նրան։ Բայց Մոլեգարը բավականին վախեցած էր այդ ժամանակ։ Այո, այնքան վախեցած էր, որ նա վազեց զինվորական կոմիսարիատ եւ պահանջեց, որ նրան անմիջապես զինակոչեն եւ նա հույս ուներ, որ կկարողանա ոստիկանությունից փախչել, ինչի իրեն եւ ստացվում է։ Ալմազյանը հայտնվեց Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում եւ այնտեղ շատ կարճ ժամանակ հետո քաղաքը չէր կարողանում հանգիստ քնել։ Զավենը արագորեն տեղավորվեց խոզանոցում, որտեղ հենց ինքը խնդրեց գնալ, ինչը իրեն շատ օգնում էր իր հանցագործությունները կատարելու համար։ Ազատ էր, հոտ անշուշտ ամենահաճելին չէր, բայց դե օգնում էր նրան ինչ-որ ձև ապագա սպանությունները գաղտնի պահել։ Եվ ծրագրել։ Այո, քնելու տեղը հենց օժանդակ սենյակում էր, այնպես որ զինծառայողի նկատմամբ վերահսկողությունը նվազագույնն էր, ինչը հենց եւ Ալմազյանին պետք էր։ 1970 թվականին Լուգանսկի մարզը չէր կարողանում քնել, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում կատարվեցին մոտ 10 հարձակումներ կանանց վրա։ Առաջին հարձակումը տեղի ունեցավ 1970 թվականի մարտի 26-ին, հանցագործությունը կրկին տեղի ունեցավ նույն սցենարով, դանակը կոկորդին, ֆրազը, որ ձեզ պարտվել են քարտային խաղում եւ Լուգանսկի ոստիկանությունը պատկերացում չէր կարողանալ այս մասին, քանի որ Ռոստովի կատարած բռնաբարությունները ոչ միտեղ չէին գրանցվել, չկար ոչ մի ինֆորմացիա մոտակա քաղաքներում։ Հետախուզություն չէր գնում, չէր շարունակվում ոչ մի բան։ Մի քանի սա թույլ տվեց Ալմազյանին անպատիժ գործել Լուգանսկում մի քանի ամիս եւ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում կանանց վրա 6 հարձակում է կատարվել։ Բոլորը այնքան նման էին հանգամանքներին, որ Լուգանսկի իրավապահ մարմինները նույնիսկ ամենամոլի կասկածանքներին հասկացան, որ քաղաքում սերիական բռնաբարող կա եւ միևնույն ժամանակ նույն Լուգանսկում ավտոբուսի կանգառ ոստիկանության խիստ հսկողության տակ էր, ամենտեղ կային ոստիկաններ, ցանկացած փոքր փողոցներում, փոքր այգիներում, այո։ Բացի ոստիկանությունից նաև Народная дружина, որ այդ ժամանակ շատ հայտնի էր եւ շատ ժամանակ օգնել է եւ նաև խանգարել է ոստիկանությունը սովետի ընթացքում մանյակներին բռնելու դեպքում, դրա մասին մյուս անգամներում կխոսենք։ Նաև դրուժինան էր շատ մեծ օգուտ կազմում, որը մեծամասամբ լինում էին ոստիկանության աշխատակիցների բարեկամներն էին, որոնք մտածում էին իրենց բարեկամների անվտանգության մասին եւ փորձում էին ավելի շուտ գտնեին Մոլեգարին, բայց ինչ որ անում էր նա շատ անկանխատեսելի էր։ Կենթանի մնացած զոհերը մի քանիսը պատմում էին, որ հանցագործը հետևել է իրենց, երբ ուշ գիշերով տուն էին վերադառնում, լքված փողոցներով կամ այգում։ Ապա մոտեցել ետևից, ինչպես մյուս անգամները, դանակ կոկորդին դրել եւ ասել, որ փրկագինը 5000 ռուբլի է, որը 1970 թվականին
անհամեմատ մեծ թիվ էր, ինչ Քանի կարող որ- ունենար հասարակ քաղաքացին։ Այո, քանի որ հասարակ քաղաքացու այդ մարզում աշխատավարձ ամսական եղել էր 100-ից 120 ռուբլի, իսկ Մոսկվայում, որը որ մայրաքաղաքն էր, ընդամենը 150 եւ 5000 ռուբլին ահա շատ մեծ թիվ էր։ Մեծ բեռեր, որ հաստատ չէին կարող բարձրացնեին ոչ մի հասարակ քաղաքացի։ Այդ ժամանակ ամենաբարձր աշխատավարձերը, որ եղել են հենց Մոսկվայում, եղել է 300-400 ռուբլի ամսական, իսկ այդ մեկը համեմատած 5000 ռուբլու հետ բավականին մեծ գումար է։ Այդ գումարով կարային մարդիկ մեքենա գնային այդ տարիներին։ Մեքենա եւ տուն իրար հետ չէ, բայց առանձին հաստատ կարային։ Շատ մարդիկ հիշում են նաև, որ ուներ պողպատե հավանաբար դա կապված էր նրա հետ, որ նրա ձեռքերը սառն են եղել եւ ամեն կպնելուց նրանց թվացել է թե երկաթյա ինչ որ բան է, դրա համար ասում էին պողպատե մատներ, նաև պինդ բռնելու հետ է կապված դա։ Չնայած քաղաքում որ քննչական գործունեությունները շատ են իրականացվել, գործը չի շարվել մեռյալ կետից ընդհանրապես, միջև նոր հանցագործությունների վկայում կարևոր ապացույցներ չգտնվեն, որոնք շատ բարդ են գտնվել ցավոք սրտի եւ չեն կարողացել այդքան արագ ապացուցել նրա մեղքը։ Առաջին սպանությունը Մոլեգարը կատարել է 1970 թվականի ապրիլի 14-ին։ Այդ ժամանակում հայտնի Գորկու այգու մոտ գտնվող տրանսֆորմատորային խցիկում Մի հատ փաստ տրանսֆորմատային խցիկների մասին սովետական մոլեգարներ եւ մայակները շատ հաճախ են օգտագործել տրանսֆորմատային խցիկներ, քանի որ այդտեղ ոչ շատ մարդիկ էին մտնում, եթե մտնում էին, ապա այնպիսի մարդիկ, ովքեր որ գիտեին այդտեղ ինչ հնարավոր է տեսնել եւ ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում նրան, որ այդտեղ կարող է մի ահավոր ձևի հոտ լինի, ընդհանրապես անցնում իրանց գործերանում եւ անցնում էին դուրս էին գալիս։ Դա նաեւ կարա դրան կարա նաև նպաստածել նրան, որ տրանսֆորմատորային խցիկները շատ լավ էին աշխատում։ Որովհետեւ սպասարկման կարիք չկար։ Այո, սպասարկման կարիք չկար եւ այնտեղ շատ է եղել, որ նույնիսկ երեխաներ են ընկել եւ ուղակի մահացել են, որովհետեւ ոչ մեկ չի կարողացել իրանց օգնել եւ չեն իմացել, կարողացել է որն է, չեն իմացել։ Այո։ 10 զոհը 17-ամյա աղջիկ էր, որը նույն սցենարով վերադառնում էր տուն, այդ ժամանակ Մոլեգարը նրան բռնաբարում է եւ խախտամահանում։ Մամնի կողքին փորձագետները գտնում են ժապավենի կտորներ, որով կապված է եղել աղջիկը ինչ որտեղ, գտնում են նաև վաֆլի սրբիչ, որը օգտագործվել է որպես բեանի խցան, նույն ինքը կլապ։ Զոհի հագուստի վրա գտել են մանրաթելեր, որը հավանաբար ինչ որ կտորից էր, բայց ինչը շատ կարևոր էր ապագայի հետախուզման համար, գտնում են զոհի ականջողերից մեկը, որը մյուսը վերցրած է լինում մարդասպանը որպես հուշ, հետո ապագայում պարզվում է, որ ինքը բոլոր իր զոհերից վերցնում է ինչ-որ բան որպես հուշ, որը իր հետ նաև չար կատակ է խաղում ապագայում։ Այո։ Եվ այս հանցագործությունից հետո մի օր ոստիկանությունը անանուն նամակ է ստանում եւ որը որ ասում էր, ես կկարդամ հիմա. Այս գազանը դանակի սպառնալիքով ստիպեց ինձ բռնաբարել անկենթան մարմինը, ես չկարողացա չենթարկվել այդ սրիկությանը, ես խնդրեցի նրան խնայել աղջկա կյանքը եւ նա զայրացած պատասխանեց չի կարելի։ Այս անանուն նամակը ոստիկանությունը ստացավ եւ կար մի հետաքրքիր նյուանս, որտեղ որ նշվում էր մարդասպանի անունը եւ վայրը, անանուն մարդը նշեց Յուրիև անունը եւ հնարավոր էր որ ում որ ստիպել էին կատարել անկենթան մարմնի հանդեպ բռնաբարությունը տեղյակ էր այս մարդուց եւ Յուրիևին սկսեցին հետապնդել, բայց պարզվեց, որ նա արդեն դատապարտվել է բռնության եւ գողության համար, սակայն այս տարբերակը չի հաստատվել, քանի որ այդ մարդը ուներ ոստիկանական բառապաշարված ալիբի եւ հանցագործությունների համար հեղինակը այս նամակի մնացել է անհայտ։ Պարեկային մեքենաները շարունակում էին շրջել այգիներով եւ բակերով, սակայն ոչ մի ձև չեն կարողանում գտնել, սակայն մի օր դա պտուղը տվեց։ Քրեական հետազոտության կրտսեր լեյտենանտ Ձեմյանենկոն հետևում էր իր գործընկեր Վալենտինային եւ նկատեց, որ բեժ անձրևանոցով մի մարդ հետևում է այդ կնոջը եւ վախենալով, որ նա չափազանց մոտ կգա, լեյտենանտը շտապ կանգնեցեց նրան,
նա սկսեց փախչել եւ լեյտենանտը վազեց այդ մարդու հետևից, սակայն ձախողվեց նրան բռնելը, այո։ Անհաջող ձերբակալությունից հետո արդեն 1 շաբաթ անց տրամվայի կանգառներից մեկում նույն տղամարդը հարձակվում է 20-ամյա Նինայի վրա եւ այս տղամարդու վրա արդեն կար ֆոտորոբոտ եւ նկարագրություն եւ հանցագործությունը կատարվում է կրկին նույն սխեմայով։ Նորից վզին դանակ, նորից խոսում են փրկագնի մասին եւ կարտային պարտքի մասին, բայց այս անգամ որպես փրկագին ոչ թե ուզում է 5000 ռուբլի ոնց անցած անգամներն էր, այլ ասում է, որ պետք է տան կնոջ Լիդային ուղարկել բարևներ Բարսուկից։ Եվ մանյակը ասում է նաև, որ անպայման ստուգելու արդյոք աղջիկ արել է դա թե չէ, իսկ աղջիկը վախից որոշում է, որ պետք է անի։ Տուն հասնելուն պես տան կինը, ում ուղարկում էին բարևները, զանգահարում է ոստիկանություն եւ իրավապահ մարմինները որոշում են, որ դա շատ լավ տարբերակ է մանյակին բռնելու համար, որովհետեւ հավանաբար նա կվերադառնար տուն կամ կվերադառնար այդ կնոջ մոտ, որտեղ որ այդ ամեն ինչը աղել է։ Եվ նրանք բավականին հաջող ենթադրություններ կայացրեցին, որովհետև մի քանի օր հետո նա ով որ մաներ գալիս, ում որ սպասում էին վերադառնում է տուն, հետապնդվողը 30-ամյա վարորդ Վիտալի Վլասովն էր, ով անմիջապես խոստովանում է 22 հարձակումների մասին, նրան տանը հայտնաբերվեց բռնաբարված եւ սպանված կանանց պատկանող մի ամբողջ կույտ իր, կար միայն մեկ խնդիր։ Նա ընդհանրապես չէր ուզում ընդունել այն փաստը, եւ որը վերաբերում էր սպանություններին, որովհետեւ ինքը չէր արել դա։ Անգամ երբ որ խոսքը գնաց Սվետլանա Մազուրինայի մասին, ում ձեռքից տարել էին օղը, ում մասին որ գրածել, ում մասին որ անոնիմ նամակներ, նա հերքեց այդ ամենը, միանգամից հերքեց բոլոր հնարավոր բաները, ինչ կապված էր սպանության մասին։ Իսկ ոստիկանները երբ փորձեցին գտնել շարֆը կամ մնացած այն բաները, որոնք կարող էին ավելի մեծ ապացույց լինել գործի առաջ գնալու համար, ոչինչ չգտան նրա տանը։ Սակայն այս այն ամենը ինչ պատմեց Վլասովը, իր համար արդեն ինքնամեղադրական չէր կարող լինել եւ դա արդեն համարում էր որպես հանցանք, ոչ մի մեղմացնող հանգամանք չեղավ եւ նա դատապարտվեց 15 տարով 22 հարձակման համար։ Ոստիկանությունը սկսեց փնտրել նորից ուրիշ մարդ, քանի որ ֆոտորոբոտը կազմված էր Վլասովով։ Մինչև Վլասովի գործի քննությունը շարունակվում էր, փորձ եղավ բռնաբարելու Լուգանսկ գետի ափին արևայրուք ընդունող 13-ամյա աղջկան։ Բարեբախտաբար պետոֆիլին ձերբակալեցին, բայց պարզվեց, որ դա նույնպես Լուգանսկի մոլեգարը չի։ Նա իր ներկայությունը հայտնեց 1970 թվականի հուլիսի 4-ին մոլեգարը մեր զո կրկին 17-ամյա աղջիկ էր, մարդասպանը նորից խեղդամահ նրան, հետո բռնաբարել։ Հանցանքի վայրում, ինչը հետաքրքիր էր, գտնվել էր Սերսկայա Ժիզն անունով թերթ, որի առաջին էջի վրա գրված էր 20 թիվը, այդ թիվը մարդիկ այդ ժամանակ գրում էին, փոստատարները գրում էին այն թիվը, որ տանը որ պետք է բերեին այդ թերթը, սակայն դա ոչ մի բան չտվեց ոստիկաններին։ Այո, եւ մեր խորամանկ մանյակը այսքան ժամանակ քանի նրանք սխալ հետքերով են գնացել, խաղաղ քայլում էր եւ ամեն շաբաթ հարձակվում էր տարբեր աղջիկների վրա։ Հարյուրավոր բարեկայինները ամեն երեկո ձերբակալում են 40-ից 45 տղամարդ եւ այս ամենի հետևանքներով հանցագործությունների բացահայտման մակարդակը հասավ 97%-ի, այսինքն շատ բարձր էր, քանի որ Լուգանսկում չեն կարողանում կանայք նորմալ քայլեին, վախենում էին դուրս գային տնից, ոստիկանությունը ամեն կերպ փորձում էր այնպես անել, որ գտնեին այդ հանցագործին։ Եվ նոր դեպք պատահեց Լյուբով Գրիգորիևայի հետ, մանյակը նախ խեղդեց նրան, ապա բռնաբարեց, հետո անհետացավ։ Աղջիկը կենթանի է մնացել եւ արյունոտ ինչ-որ կերպ հասել է ընկերոհուտուն եւ զանգահարեց ոստիկանություն, ամբողջ տարածքը շրջափակվեց եւ ամենեւև փորձում էին ինչ-որ ապացույցներ գտնեին եւ գտան Սավանի մի կտոր, որը ծառայում էր որպես խցան, դրա վրա կային 9 եւ 6 թվերը եւ Վոլգոգրադ այդ քաղաքում կային միայն, այո, նույն ինքը Լուգանսկը, կային ընդամենը մի քանի կազմակերպություններ նման թվերով, դրանցից էր
համար 96,444 զորամասը, նրանք ամեն ինչ փորձեցին անել, որ գտնեին այդ մարդուն, սակայն չգտնվեց։ Այնուհետև բացահայտվեց մեկ եւս նյարդայնացող մանրամասնություն, Կայզորի լվացքատունը սպասարկվում էր տասնյակ ու այլ քաղաքային կազմակերպություններ եւ սպիտակեղենը կարար ուղակի խառնվեր եւ ուրիշի մոտ։ Այո, եւ չէին կարողանում ոչ մի ձև շրջանակը փոքրացնեին եւ նույն օրը քաղաքում տեղի ունեցավ եւս մեկ հարձակում, աղջկան մահից փրկեց նրա քույրը, որը դուրս եկավ աղմուկի վրա, իսկ մեկ օր անց հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ սպանությունը, որի ժամանակ 20-ամյա Լարիսան սպանված եւ բռնաբարված մանյակի կողմից եւ մանյակը նրա ձեռքից վերցրեց կարմիր գործված սվիտերը։ Ինչպես արդեն Վահեն նշեց, մեր հանցագործը շատ էր սիրում սուվենիրներ հավաքել եւ հենց այդ սուվենիրներ հավաքելը իր հետ շատ ոմանց համար վատ, ոմանց համար լավ խաղ խաղաց։ Իր հետ դաժան կատակ խաղաց, որ հաստատ։ Հաջորդ հարձակումը եղավ նոյեմբերի 7-ին, երբ ամբողջ Լուգանսկը նշում էր տոնական ցույցը, որը նոյեմբերյան ռևոլյուցիային էր նվիրված։ Նույն երեկոյան ոստիկանությունում զանգ հնչեց, որ մի կին ասում էր երկու տղամարդ քարշ են տալի մի աղջկա դեպի այգու խորքեր, նույն մայիսի 1-ի այգին էր, որտեղ եղել էր միջև հետ։ Վայր ուղարկվեց ջոկատ, ամբողջ տղամասը շրջափակվեց եւ տղամարդիկ մեկը մյուսի հետևից ձերբակալեցին, նրանց ինքնությունները պարզելու համար։ Այսպիսով ոստիկանների միկրոավտոբուսում 6 մարդ կար։ Նրանցից մեկը Զավեն Ալմազյանն էր, ով բոլորից ամենանյարդայնացածն էր եւ անմիջապես խոստովանեց ամեն ինչը, որը բավականին զարմանալի էր։ Նաեւ ասաց, որ ինքը զինվոր է, որը քաղաքացիական հագուստ է հագել, որպիսի օժանդակի ֆերմային, որտեղ նա հերթապահ էր։ Նրա զորամասի համարը 61436 էր։ Ոստիկանությունը լսելով զորամասի համարը անմիջապես զգուշացավ, ինչ կլիներ, եթե Սավանի կտորի վրա 3 լիներ, ոչ թե 9։ Ի վերջո թվերը մոտ էին։ Շուտին ստուգել երիտասարդին անմիջապես գնացին Խոզանոց, այնտեղ պատին կախված էր պատրված կտորի Սավան, որը նա օգտագործում էր որպես խցան։ Մարդասպանի թաքստոցը դարձած պահարանի խոզարության ժամանակ հայտնաբերվել են կամացի ժամացույց, նաև ականջողը, որ գողացվել էր, մանիկյուրի հավաքածու, ռուսերեն ասված պուդրինիցը եւ երկրորդ ականջողը, ինչպես նշեցի։ Այո, կասկածալն անմիջապես տարել են ոստիկանական բաժանմունք, երբ նրան փորձել են հանվածնել, բաճկոնը հանելուց տեսան, որ տակից հագել է կարմիր կանացի բլուզ եւ դա այն բլուզն էր, որը որ նա խլել էր Լարիսայից։ Հերքելու իմաստ չկար։ Հետաքննիչները մարդասպանի թաքստոցում գտան բոլոր սուվենիրները, ինչպես արդեն Վահեն նշեց։ Ալմազյանը խոստովանեց ամեն ինչ եւ անվանեց գլխավոր դրդապատճառը նա չուներ կանացի սեր։ Սրա մասին մենք մի քիչ ուշ դեռ կխոսենք։ Նա ամշամարտի հանդեպ գիրքը նույնպես օգնեց նրա գործին, քանի որ դա շատ էր իրեն օգնում կանանց բռնել այնպես, որ նրանք չշարժվեն եւ չտեսնեին իր դեմքը։ Եվ խոստովանեց, որ խեղդող բռնվածքը օգտագործել է բոլորովին այն նպատակներով, որ կարողանա կանանց խեղդամահ անել, այո։ 7 ամսվա ընթացքում Զավեն Ալմազյանը կամտարեց 3 սպանություն եւ 12 բռնաբարություն, որոնց համար Կիևի ռազմական շրջանի դատարանը նրան մահապատժի ենթարկեց։ Եվ այսպես է վերջանում մեր այսօրվա հյուրի, եկեք իրեն այդպես անվանենք, պատմությունը եւ եկեք մի հատ քննարկենք, թե գլխավորապես ինչու էր նա հենց այսպիսի ինչու էր ինքը հենց կանանց հանդեպ այսպիսի գործունեություն կատարում, քանի որ եթե հետևենք քրոնոլոգիային կտեսնենք, որ հիմնականում 20-ից 17, 18, 19, 20-ամյա աղջիկներ էին, այսինքն նրանք երիտասարդ էին։ Մենք գիտենք, որ պատմության մեջ կային մանյակներ, ովքեր որ սպանում էին օրինակ միայն մեծ կանանց, միայն երեխաներին, կային նաև ովքեր սպանում էին միայն շատեններին կամ միայն բրոնզիններին։ Ինչպես հիշենք, դպրոցի ավարտական արարողությանը նրան աղջիկը մերժեց, ասաց, որ նա չի ցանկանում եւ հետագայում պարզվեց, որ ուղղակի Զավենի հետ որոշակի գործողություններ չէին ցանկանում կատարեին, ինչը եւ կարող է տրիգեր էր։
Բայց որը ինձ թվում նաև է որպես հաշվենք իր եղած ավարտական հանդեսը եւ նրա ծնված թիվը շատ նորմալ գալիս է 17 տարեկան, որը համապատասխանում է զոհերի տարիքին։ Ու ինձ թվում է համանաբար այդ ամեն ինչը հենց սպանությունները սկսել է դրանից, որովհետեւ բռնաբարության տարիքը հենց աղջիկները լինում են տարբեր տարիքի, այլ սպանությունները մեծամասամբ 17-ամյա կանայք են, աղջիկներ էին։ Խորհրդային մանյակի գործունեությունը ուսումնասիրող հոգեբանները եւ մասնագետները հակված էին նրան, որ Ալմազյանը հաճույք չի ստանում սովորական սեռական ակտից, դրա համար պետք է լինի ինձ, որ ամբողջությամբ իր պարտներին ամբողջությամբ իրեն ենթարկի, կոտրի նրան կամ ֆիզիկական ու հոգեբանական ազդեցություն ունենա նրա վրա, որպեսզի մարդ իր պարտները լրիվ ճնշված զգա, այդ դրանից հետո նոր սկսում էր ինքը հաճույք ստանալ, որը բավականին շատ համընկնում է խեղտամահ անելու եւ բռնաբարելու հետ, դա երկուսն էլ այդ նույն լոգիկայի մեջ մտնում են։ Այո, եթե խոսենք ավելի ճշգրիտ պսիխոլոգիական տերմիններից, դա կոչվում է փոխհատուցվող գերարականություն, երբ որ որոշակի տրիգերների պատճառով տղամարդը սկսում է իրեն վարել այնպես, ինչպես որ օրինակ պահում էր Զարվեն Ալմազյանը, երբ որ նրան մերժեց իր ընտրյալ աղջիկը եւ դրա պատճառով նա ստացավ որոշակի հոգեբանական տրավմա եւ դրա հետևանքով նա մնացած բոլոր կանանց ում որ փորձել է ինչ որ տեսակ սեռական ակտ կատարել, նրանց խեղդում էր, նույնիսկ սպանեց հետագայում եւ դա շեղում է, որը որ գալիս է նրանից, որ իրեն որոշակի տեսակ մարդ նեղել է եւ նա այսպես փորձում է ինքնահաստատվել ուրիշ կանանց ու վրեժ լուծել։ Այո, վրեժ լուծել, քանի որ իրեն նեղացրել էին եւ ես ունեմ մեկ այլ ակնարկ, քանի որ նշվեց, որ մայրը շատ էր երես տալիս որդուն, ինձ թվում է, սա շատ մեծ թեորիա է, որ սա նաև կարող է գալ նրանից, որ մայրը, քանի որ այդքան երես էր տալիս որդուն եւ ի հայտ եկավ մի կին, աղջիկ ներկա դեպքում, որ այդ երես արած տղամարդուն ասեց չէ եւ ասեց չեն, եթե դեռ տենց նայենք, ասեց չէ, բայց ոչ թե ասեց չէ, այլ ուղղակի փոխարինեց ուրիշով, առանց ոչ մի բան ասելու, ուղղակի փոխարինեց ուրիշով։ Այո, փոխարինեց ուրիշով եւ դա շատ մեծ sense հոգեբանական sense մի հատ շտամպ դրեց այդ մարդու վրա, որի հետևանքով եւ տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ։ Այո։ Մահապատիժը զարմանալի չէր, որովհետեւ սովետական տարիներին երկու սպանությունից եւ ավելից հետո արդեն դու դատապարտված էիր մահապատժի, կապ չունի դա ինչ էր վերաբերվում։ Այն հետաքրքիր, որ որոշումը կայացրել է Կիևի ռազմական շրջանի դատարանը, ոչ թե կոմպուսը Լուգանսկում էր։ Այդ մի քիչ, չգիտեմ, կարող է ես ինչ որ բան չգիտեմ, բայց լոգիկայից հեռու, որովհետեւ Լուգանսկը բավականին հեռու է Կիևից։ Տարածքային։ Բայց դե կարող է հիմնական շտաբը գտնվում էր Կիևում, այլ ոչ թե Լուգանսկում։ Բայց ռազմականն է։ Դե արդեն չեմ կարող իմանալ։ Կարող է ռազմականը լիներ Կիևում։ Կարող է։ Գլխավոր շտաբը ռազմական լիներ Կիևում, որը տրամաբանական էլ է։ Այո։ Այստեղ կարող ենք տեսնել տարբերություն սովետական կառավարության մտածելակերպի եւ օրինակ եվրոպական եւ ամերիկական մտածելակերպի հենց դատական գործում, քանի որ ինչքան եղել են սերիական մանյակներ եւ մարդասպաններ նույն Ամերիկայում եւ Եվրոպայում, նրանք չէին դատապարտվում մահապատժի, որովհետեւ իրանց դատական սիստեմը մի քիչ ուրիշ է, իսկ ԽՍՀՄ-ում, եթե դու անում ես երկուսից ավել հանցանք, մարդասպանություն ներկա դեպքում, դու գնդակահարում որը չէր ազդում կանանց վրա, որովհետև կանանց առավելագույն պատիժը 15 տարին էր այդ ժամանակ, հետո փոխվել է դա 25 տարում, բայց մահապատիժ երբեք չի եղել։ Այո, ամերիկյան դատարանում դուք եթե կատարել եք այնպիսի հանցագործություն, որ դուք մարդասպան, սերիական մարդասպան եք, ձեզ դատապարտում են 99 տարի կամ մի քանի ծմահ։ Այո, կամ մի քանի ծմահ, իսկ ծմահը հենց ինքը 25 տարին է եւ ամեն 25 տարին լրանալն մի հատ էլ ծմահ ավելանում է, այո։ Եվ եղել է, դեպքեր են եղել, որ 25-ը ավարտելուց հետո տվել են բողոքարկման եւ նույնիսկ դեպքեր են եղել, երբ որ Ամերիկայում այդ բողոքարկումները անցել են որոշակի հանգամանքների հետևանքով։ Բայց Ամերիկայում կան, մինչև հիմա անգամ կա մահապատիժը։
էլեկտրական աթոռը միջև հիմա ու նաև սրսկումների եւ էլեկտրական աթոռը էլի շտատեր կան, որտեղ դեռ գործում է, շտատից է կապված։ բայց հիմնականում եւ Եվրոպայում եւ Ամերիկայում մահապատիժ չկա։ Իսկ դուք ինչ եք կարծում արժի մահապատիժ։ Հա։ Դա ցանկալի կլինի, որ այդ ամեն ինչը մահապատժի ենթարկելուց առաջ ամեն ինչ հաստատվի, որովհետեւ էլի պրակտիկան ցույց է տվել Ռուսաստանի, որ շատ մարդիկ անհիմն մահապատժի են ենթարկվել, որ մարդիկ, ովքեր ընդհանրապես մեղք չունեն են հանցակների մեջ, շատ մարդիկ, երբ որ իմացել են, որ իրենց մահապատիժ է սպասում, բայց մեղավոր չեն եղել, իրանք ինքնասպան են եղել այդ խայտարակությունից խուսափելու համար, դրա համար պետք է միջև վերջ ամեն ինչ քննարկվի, բայց մահապատիժը շատ ճիշտ բան է, որովհետև ամեն եւս 99 տարով դատապարտված մեկը տվյալ պահին նույն Ամերիկայում կամ նույն Հայաստանում իր կյանքի տարիները անցկացնում է մարդու հաշվին ու քաղաքացիների հաշվին, որովհետև այդ ամեն ինչը աշխատում է մարդկանց տված հարկերից, այդ ամեն ինչը նրանց ուտելիքը այս կոմենկոմ սա գալիս է հարկերից կազմվում է, որը բավականին մեծ ծախս է։ Մենք Հայաստանում այդքան շատ ձերբակալված չունենք, բարեբախտաբար, կամ չգիտեմ, կարող է հանցանքները շատ է, ձերբակալվածները քիչ է, չեն կարող ասենք, բայց այդ սխեման ես ավելի շատ եմ ընդունում, քան թե ուղղակի 99 տարով դատապարտելը։ Ինձ էլ է թվում, որ ամեն դեպքում, եթե այսպիսի տեսակ մարդիկ են, այլ ոչ թե զուտ բռնաբարողներ, եթե մարդ կատարել է հանցանք, որ մարդու կյանքի է վերցրել, մահապատիժը ճիշտ որոշումն է, քանի որ նույն պեդոֆիլներին անկեղծ Ռուսաստանում օրինակներ կան, որ պեդոֆիլին չեն դատապարտել, պեդոֆիլը բացի նրանից, որ պեդոֆիլը եղել նաև մարդկանց գողության մեջ այն կմեղադրվում եւ իրան տվել են ընդամենը 30 կամ ինչքան 25 կամ 30 տարի էր, ու ինքը տվյալ պահին դուրս է եկել ու նույնպես ապրում է։ Հա, շատ տարօրինակ է, երբ որ այդպիսի մարդկանց, ովքեր որ ունեն կլինիկական շեղում, նրանց դատապարտում են օրինակ 30-40 տարով եւ հույս ունեն, որ այդ 30-40 տարվա ընթացքում այդ կանցնի, բայց այդ տեսակ մարդկանց ուղեղում այն միտքն է, որ հեսա կանցնի, հեսա դուրս կգամ ու նորից։ Շիզոֆրենիային շատ նման։ Այո, իրականում ըմբիշտ կարող է նաև նրանից լինել, որ ինքը ըմբշամարտում չուներ ինչ որ տեսակ մեծ հաղթանակներ։ Դրա համար ախր ըմբշամարտում հաղթանակներ չունենալը կանանց սպանելու հետ շատ քիչ է կապված։ Դե ավելի թույլ մեկին ես գտնում, ում կարող ես դոմինանտ, ինչը էլի կապվում է իմ ասած գերարականության հետ, որովհետև դու կարողանում ես գտնել ավելի։ Եթե ըմբշամարտը խնդիրը լիներ, ինքը իր ըմբիշտ հակառակորդներին ում չէր կարող հաղթել, ավելի հավանական է հարձակվեր քան կանանց, որովհետև կանանց վրա հավանաբար ըմբշամարտ պարապած ցանկացած մարզիկ, դաժե եթե չունի ինչ-որ լուրջ նվաճումներ ըմբշամարտում, կարա կանանցից լավ 80%-ին հաստատ կարա քարեցնի, ասենք ասենք, ընդամենը մի քանի հատ բռնելով ուժեղ։ Կարող է։ Այսքանը ինձ թվում է։ Այսօրվա համար այսքանը։ Այո, շատ շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Մենք հույս ունենք կհանդիպենք նորից։ Ժամանակ չենք կարող ասենք ցավոք սրտի։ Այո, մենք չգիտենք մեր հաջորդ թողարկումը երբ կձայնագրվի, բայց մենք շատ ուրախ ենք, որ դուք մեզ յետեք եւ կտեսնվենք որոշ ժամանակ անց։ Այո։ Ձեզ հետ էին Էլեն Արաքելյանը եւ Վահե Ղարագեզյանը։ Ստեսություն։ Աշխատակից կանանց ոնց է։ Ինչը։ Աշխատակցուհի ոստիկանության։ Ոստիկանության աշխատակցուհի, այո։ Այո, Թու։ քարտային խաղում։ Այ, նորից։ Այս ոնց ենք կպցնելու։ Չգիտեմ։ Այս վիդեոն թողնի, ապագայում կհասկանանք վիդեոն էլ է այդալու թե չէ։ Այ, անհաջող ձերբակալությունից արդեն 1 շաբաթ անց տրամվայի կանգառներից մեկի մոտ նույն տղամարդը, որը արդեն կազմվել, որի Ոնց ես ասում։ Չէ, մի րոպե։